Գերներ եւ նախագահող անցնող 3 տարիների ընթացքում ես չեմ հիշում, որ հանրային հեռուստաընկերության գործունեության քննարկումը կատարվեր ճիշտ ժամանակին, այսինքն նկատի ունեմ 2009 թվականի գործունեությունը կամ հաշվետվությունը լսենք 2010-ին, լսում ենք 2011-ին, այս անգամ եւս կատարվում է նույնը, իհարկե ժամանակավրեպ է խոսել 2009 թվականի մասին, բայց ես կարծում եմ, որ սա ճիշտ առիթն է առհասարակ խոսելու հանրայինի ներկա պատկերի մասին եւ մեկ անգամ եւս դարձյալ ներկայացնել մեր նաեւ հասարակության ակնկալիքներն ու պահանջատիրությունը հանրայինից։ Հանրային հեռուստատեսության նկատմամբ իմ եւ հասարակության պահանջատիրությունը պայմանավորված է նրա հատուկ կարգավիճակով, ինչը օրենսդրական ամրագրում է եւ պահանջ։ Հիմա ես կկարդամ հոդված 26-ը հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքից, որը հստակորեն ամրագրել է։ Մարդու սահմանադրական իրավունքներին ապահովելու նպատակով պետությունը ստեղծում է անկախ հանրային հեռուստաընկերություն, որի գործունեությունը ապահովում է տեղեկատվական, քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտական, հայոց լեզվի եւ պատմության, մարզական, ժամանցային եւ հանրության համար կարեւոր եւ նշանակալից այլ տեղեկատվական բնույթի հաղորդումների բազմազանությունը, այն ղեկավարվում է օբյեկտիվության, անկողմնակալության, բազմազանության եւ բազմակարծության սկզբունքով։ Արդյոք սա համապատասխանում է իրականությանը։ Իհարկե ոչ։ Եվ ավաղ, ինչպես մեր հասարակական քաղաքական կյանքի շատ ոլորտներում, այս պարագայում եւս օրենսդրական ամրագրումը այլ է, իրականությունը այլ։ Հանրայինի ծրագրի պարզ ընթերցումն իսկ բացահայտում է, որ հանրային հեռուստաընկերությունը չի իրականացրել օրենքով իր վրա դրված պարտականությունը եւ հնարավոր հաղորդաշարերի եւ հաղորդումների տեսակների տեսքով չի ապահովել հեռարձակվող հաղորդումների թեմատիկ բովանդակային բազմազանությունը։ Գրեթե անիմաստ է ծրագրային քաղաքականության մասին խոսելը, որովհետև հանրայինը վերածվել է տնային տնտեսուհիների համար ժամանցային մի ալիքի, ուր մի սերիալը հաջորդում է մյուսին, կրկնվելով օրվա մեջ 3 անգամ, իսկ արանքներում շարունակ երգում են ու երգում, եւ թվում է, թե մենք աշխուղագուսանական մի հանրապետություն ենք, ուր ձախողված դերասանները երգում են, չկայացած երգիչները դերասանություն անում։ Իհարկե տնային տնտեսուհիները եւս իրավունք ունեն իրենց ժամանակը լցնելու, բայց հանրայինի իրական դերակատարությունն ու պատասխանատվությունը բոլորովին այլ է։ Եվ երբ աչքը տնկնում է էկրանին, շարունակ ազգային սերիալների անվերջ շարան է, ուր մեկը մյուսի մռութն է ջարդում, խղճուկ, անբովանդակ, անիմաստ, աղավաղված հայերենով կենցաղային երկխոսություններ են վարում։ Եվ ես ուզում եմ հարց տալ, եւ այս հարցը կարծում եմ հնչեցնում է մեր հասարակությունը։ Ինչու ենք մեր աղավաղված բարքերը բերում եթեր։ Ինչ հերոսների օրինակով են քաղաքացի ձևավորում։ Արդյոք ձախողված Խաչագողի կերպարի ուղերձին է սպասում մեր հասարակությունն ու երիտասարդությունը։ Ինչու ենք շարունակում նույն ոչ հաջողակ բեմադրիչների մեկնաբանությամբ կեղծ արժեքներ փոխանցում հասարակությանը։ Ինչ ենք շահում։ Չէ որ հանրայինը պիտի նաև հեռանկարի խնդիր լուծի, պատասխանի այն հարցին, թե ինչ Հայաստան ենք ուզում ունենալ, ուր ենք գնում, ինչ համազգային շահերի շուրջ ենք համախմբվում։ Այս ամենն անելու համար հեռուստաընկերությունը ամենաարդյունավետ եւ ամենադիպուկ զենքն ունի, եւ ուրեմն ինչու չօգտվել այդ զենքից։ Ի վերջո հանրայինը նաև արբանյակային հեռուստա արձակմամբ համահայկական հեռուստաալիք է եւ պարզապես Հայաստանի դեմքն է ներկայացնում եւ այն իր մեջ լուրջ պատասխանատվություն ունի։ Անառարկելի է, որ երկրում ներհասարակական, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ կա եւ մեր բոլորի հետ մեկտեղ միասին իր մեղքի բաժին ունի նաև հանրայինը։ Բացառիկ կարևորելով հանրային դերակատարությունը երկրում հասարակական հանդուրժողականության, մասսայական լրատվության միջոցի նկատմամբ հավատի եւ վստահության վերականգնման ուղղությամբ, ցավով եմ փաստում, որ հանրայինը շարունակում է իր վնասակար հավատարմություն մեղանչել անաչառության հարցում, իսկ հասարակությունը շարունակ հերոսներ է փնտրում, անաչառ տեղեկատվություն եւ այդ ելքերի որոնումը երբեք էլ նրան, այսպես ասած, ճշմարիտ ճանապարհին չեն ուղղորդում, այլ շատ հաճախ նաև մոլորեցնում։ Հանրայինը լուրջ անելիքներ ունի իր հասարակական քաղաքական հաղորդումների որակն ու անկողմնակալությունը բարձրացնելու խնդրում։ Եթե անկեղծ լինենք, այդպիսի գրեթե չկան, իսկ եղածներն էլ շարունակում են կես ճշմարտության կեցվածքը, չարտահայտելով կարծիքների եւ հայացքների ողջ բազմազանությունը, ինչը պարունակում է մեր հասարակությունը։ Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր խնդրի եւս եւ խոսել կրթական ծրագրերի մասին։
Իհարկե արդար չէ կրթական ծրագրերի վերաբերյալ ամբողջ այսպես խնդիրը բարթել հանրայինին եւ համարել նրա հիմնական խնդիրը, բայց գտնում եմ, որ կարող ենք հանրայինից ակնկալել, որ կրթական դաստիարակչական ծրագրերին հատկացող ծավալները մեծանան, հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ կրթությունը մեր երկրի զարգացման կարևորագույն գերակայություններից մեկն է, ռազմավարական ուղղություններից մեկը եւ մինչ մեր կառավարությունը հայտարարում է գիտելիքային հասարակության մասին, այսինքն կառավարության հանրային հեռուստաընկերությունը շարունակում է հասարակության սերիալապատումը։ Կարծես թե հանրայինում մշակութային հաղորդումների ծավալների մեծացում է արձանագրվել, բայց սոսկ թվային պատկերով, որովհետև մեր եթերների հերոսները շարունակում են մնալ էստրադայի ճակերտավոր աստղերը, որոնք համառոր են ամենուր են, նույնիսկ պաշտպան զինվորի կամ բանակի օրվա հերոսները դարձել նրանք են։ Ուր են մշակութային իրական արժեքներն ու դրանց կերտողները, մշակույթի իրական սպասավորները, որոնք լուռ, անմնացորդ, անհատույց իրենց գործն են անում, ազգային գիտակցություն եւ արժեհամակարգ ձևավորում։ Այս մտահոգությամբ կարծեմ 2 տարի առաջ ստեղծեցինք Արարատ հեռուստաալիքը, այն խորը համոզմամբ, որ պիտի այն ներկայացնի մեր մշակութային պատկերը։ Ես իհարկե այն չեմ կիսեցի ժամանակին էլ այն կարծիքն ունեի, որ մենք սխալ ճանապարհով ենք գնացել, որովհետև հմեկը ազատվեց մշակութային հաղորդումներից ըստ իրենց ցածր վարկանիշային հաղորդումներից եւ առհասարակ օտարելով եւ լուսանցքելով այդ հաղորդումները դեպի Արարատ։ Եվ այսօր հստակ չէ այդ հաղորդումների ճակատագիրը։ Ես այն խորը համոզումն ունեմ, որ այս վարկանիշային մոլուցքը բոլորովին չպիտի հանրայինի հոգսը դառնար, որովհետև հանրայինը նախ եւ առաջ մեզանից յուրաքանչյուրի եւ մեր բոլորի միջոցներով եւ պետության միջոցներով բյուջեով պահվող հեռուստաընկերություն է եւ ուրեմն ինքը պետության հասարակության պատվերն է կատարում եւ ուրեմն նրա հիմնական խնդիրը ազգային խնդիրներ եւ ազգային ճաշակ պարտադրողի առաքելությունն է եւ ոչ թե շուկայի էժան պահանջների բավարարումը։ Առաջիկայում 2012 թիվն է եւ արդեն մեր մթնոլորտը շիկացած է քաղաքական այսպես շիկացումով եւ ես կարծում եմ, որ 2011-ին այն ամենայնիվ հանրային հեռուստատեսությունը պիտի փորձի հավատարիմ լինել օրենքով ամրագրված իր իրական դերակատարությանն ու պատասխանատվությանը, փորձելով մեր հասարակության ամբողջ գունապնակը, նրա նկարտումները, ձգտումները, հույզերը, ինչու՞ չէ նաև քաղաքական տարակարծությունները բերել հանրային եթեր, որովհետև ինչպես նաև իմ գործընկեր Տիկին Բախշյանը ներկայացրեց, այն ամենայնիվ մեր հասարակական լարվածության մթնոլորտում բոլոր լրատվամիջոցների հետ մեկտեղ քիչ չէր բացասական իմաստով եմ ասում նաև հանրայինի դերակատարությունը։ Եվ ես իրոք ավարտելով խոսքս ուզում եմ հավատալ, որ հանրայինը կլինի իր իրական դերակատարության եւ պատասխանատվության օրենքով ամրագրված այդ գործառույթների շրջանակում եւ մեր բոլորի հետ իր հավաքական ճիգը եւ ջանքը կբերի, որպեսզի մենք կարողանանք իրապես ունենալ այն սոցիալական եւ ժողովրդավարական Հայաստանը, որը բոլորիս անկախ թե քաղաքական բաժանարարի որ կողմում ենք, բոլորիս ձգտումն է եւ ցանկությունը։